Իրանը ցանկանում է գործարք կնքել, բայց նրանց առաջարկն ինձ չի գոհացնում, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը նշել է, որ կցանկանար չվերսկսել Իսլամական Հանրապետության դեմ գործողությունները, սակայն այդ տարբերակը դեռ օրակարգում է։ Այժմ բանակցություններ են քվարում հեռախոսով, առաջընթաց կա, բայց վստահ չեմ, որ գործարքի կհասնենք։ Լուրջ անհամաձայնություններ կան, նրանք չունեն ղեկավարություն, կառավարման համակարգում խառնաշփոթ է, մանրամասնել է Սպիտակ տան ղեկավարը։ Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ հաղթանակի ճանապարհի կեսին են։ Նա կրկնել է, Թեհրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Թրամփը հավելել է, որ Իրանում հակամարտության դադարեցումից հետո պատրաստվում է նավատորմ ուղարկել Կուբա, սակայն շուտ չենք հեռանալու Իրանից, մենք չենք ցանկանում ամեն ինչ կրկնվի, շեշտել է ԱՄՆ նախագահը։ ԱՄՆ ֆինանսների նախարարն էլ մեկնաբանել է Իրանի ծովային շրջափակումը, շեշտել այն կշարունակվի, քանի դեռ Թեհրանը սահմանափակում է Հորմուզի նեղուցով նավագնացությունը։ Պետք է վերադառնանք մինչև փետրվարի 27-ը եղած իրավիճակը, նշել է Սքոթ Բեսենթը։ Իսլամական Հանրապետության շուրջ զարգացումները հեռախոսով քննարկել են Իրանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները։ Ըստ ՌԴԱԳՆ հաղորդագրության Աբբաս Արաղչին եւ Սերգեյ Լավրովն ընդգծել են ռազմական գործողությունների լիակատար դադարեցման, Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական կայունացման, նավարկության ազատության ապահովման եւ միջուկային ծրագրի կարգավորման կարեւորությունը։ Մոսկվան աջակցություն է հայտնել բանակցություններին եւ պատրաստակամություն հայտնել նպաստելու դիվանագիտական գործընթացներին։ Գերատեսչության հաղորդմամբ դիվանագետները հատուկ ուշադրություն են դարձրել Հորմուզի նեղուցով ռուսական նավերի եւ բեռների անցման հարցին։ Արաղչին զրուցել է նաեւ Ադրբեջանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ, ներկայացրել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հակամարտության կարգավորման Թեհրանի դիրքորոշումը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Կիևը Մոսկվայից որևէ առաջարկ չի ստացել մայիսի 9-ին հրադադար հաստատելու վերաբերյալ։ Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում առաջարկել էր հաղթանակի օրվա կապակցությամբ հրադադար հաստատել։ Սակայն այնուհետև Կրեմլից հայտարարել էին, որ Պուտինը դեռևս վերջնական որոշում չի կայացրել կրակի դադարեցման ժամկետների վերաբերյալ։ Անդրի Սիբիհան PR հնարք եւ մանիպուլյացիա է որակել Մոսկվայից հնչող հայտարարությունները։ Նրա խոսքով ռուսական կողմը ցանկանում է արևմուտքին ապացուցել, թե իբր կառուցողական է տրամադրված հակամարտության կարգավորման հարցում։ Ուկրաինայի արտգործնախարարը շեշտել է, Կիևը հանձնառու է խաղաղության ջանքերին եւ բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է զինադադարի։ Չնայած հայտարարված հրադադարին եւ Բեյրութի հետ բանակցային գործընթացներին, հրեական պետության ռազմական ուժերը շարունակում են Լիբանանին հարվածները։ Երկրի հարավում զոհերի թիվն աճում է, վերջին էսկալացիայի հետևանքով Լիբանանում զոհվել է ավելի քան 2600 մարդ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Հեզբոլլահի առաջնորդ Նաիմ Քասեմը կրակի հետ է խաղում եւ այդ կրակը կարող է վտանգել Լիբանանի ապագան։ Իսրայել կացը նախազգուշացրել էր, թույլ չեն տա, որ հրադադարի ռեժիմն օգտագործվի Իսրայելի դեմ։ Նա կոչ էր արել Լիբանանի իշխանությանը վճռական քայլեր ձեռնարկել Հեզբոլլահի դեմ։ Իսրայելից պնդում են, որ լիբանանյան շարժումը պետք է զինաթափվի։ Դիանա Գասպարյան, լուրեր։